Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 20։ Մեր պաշտոնը կերպարանափոխություն։ Բայց մենք ամենս բաց երեսով տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք։ 2 Կորինթացիս 3:18 խոսք։ Ինչ է նշանակում տեսնել տիրոջ փառքը։ Պողոսը այստեղ խոսում է նվիրված կենտրոնացած երկրպագության մասին։ Դա այն ժամանակն է, որը տրված է Աստծուն, որպեսզի մենք պարզապես կարողանանք տեսնել նրան։ Այնուհետև առաքյալը արագ ավելացնում է. սրա համար այս պաշտոնն ունենալով 4 գլուխ 1 խոսք։ Պողոսը հստակեցնում է, որ Քրիստոսի երեսը տեսնելը պաշտոն է, որին մենք բոլորս պետք է նվիրվենք։ Տեսնել խոսքի հունարեն բառը շատ խորին իմաստ ունի, որը նշանակում է ոչ միայն տեսնել, այլև հայացքդ հառել։ Այն նշանակում է որոշում կայացնել ասելով. ես չեմ լքելու այս վայրը, ես պետք է Աստծո ներկայության մեջ լինեմ, նախքան որևէ բան անելը։ Շատ քրիստոնյաներ սխալ են մեկնաբանում հայելու մեջ տեսնելով խոսքը։ Նրանք պատկերացնում են մի հայելի, որի մեջ տեսնում են Տեր Հիսուսի երեսի արտացոլանքը։ Սակայն Պողոսը այստեղ դա նկատի չունի։ Նա խոսում է լարված, կենտրոնացած հայացքի մասին, ինչպես մեկը, որը ուշադիր նայում է ապակու միջով ավելի պարզ ինչ-որ բան տեսնելու համար։ Մենք պետք է հառենք մեր հայացքը, վճռականորեն որոշելով տեսնել Աստծո փառքը Քրիստոսի երեսի մեջ։ Մենք պետք է փակվենք սրբության սրբոցում մեկ նպատակով՝ հառել մեր հայացքը եւ հաղորդակցվենք այնպիսի նվիրվածությամբ, որ կերպարանափոխվենք։ Այստեղ կերպարանափոխության համար հունարեն բառը գրված է մետամորֆիս, որը նշանակում է փոխակերպվել կամ վերափոխվել։ Ամեն ոք, ով հաճախ է մտնում սրբության սրբոց եւ հառում է իր հայացքը Քրիստոսին, կերպարանափոխվում է։ Տեղի է ունենում արմատային փոփոխություն։ Այդ մարդը շարունակ փոխվում է նմանվելով Տեր Հիսուսի պատկերին եւ բնավորությանը։ Հասկանում եք, թե ինչ է ասում Պողոսը։ Նա մեզ ասում է, երբ ժամանակ եք անցկացնում հառելով ձեր հայացքը Քրիստոսին, դուք ազատ եք կերպարանափոխվելու։ Հնազանդության այս քայլը նշանակում է. Տեր, իմ կամքը քոնն է, անկախ նրանից, թե ինչ էլ կպահանջվի, կերպարանափոխիր ինձ Հիսուսի պատկերին։